Վլադիմիր Պուտինը այդ ուժերին հարվածի տակ չդրեց նրանց ռուսամետ պիտակը տալով։ Իրականում այո, իրականում լուրջ խնդիր առաջացրեց, ամենայն դեպս տվեց առիթ, որ հենց մատնացույց անելով ասեն, որ այո, սա կրեմլյան ուժեր են, միանշանակ։ Անկամ եթե նույնիսկ նա զուտ ուզում էր ցույց տալ, որ իր համար ՌԴ քաղաքացին, թեպետ նա ազգությամբ հայ է, իր համար խնդիր է տեսնում, որ նա ձերբակալված է, առավել եւս խոսքը վերաբերում է բարեգործ մեցենատ անձի մասին, որը որ բավականին լուրջ հեղինակություն է ռուսաստանյան բիզնես աշխարհում եւ հետեւաբար գուցե նա պարզապես դա էր ուզում ակնարկել, որ այդ ձեր ժողովրդավարության մասին, որ դուք ասում եք, քաղաքական հայտարարություն անելով կամ ոչ հայտարարություն անելով մարդկանց ձերբակալում եք։ Ընդ Ձեզ որում համար ընկալելի է, որ Վլադիմիր Պուտինը ժողովրդավարությունից է խոսում։ դրա համար զարմանալի է, զավեշտալի կլներ անգամ եթե ասեմ, բայց ուզում եմ ասեմ, չի բացառվում, որ նաև այդ սցենարն է, քիչ հավանական է, քանի որ հիմա մենք փորձում ենք այսպես քննարկել ինչ տարբերակներ կա։ Ես ասում եմ, բայց դա այո, ակնարկ կա, որ դա նաև մեր մարդն է։ Դու ձերբակալես մի մարդու, որը նախ իմ քաղաքացին է, երկրորդը մարդ, որը որ քաղաքական հայտարարություն է արել եւ դրա համար ձերբակալված է։ Հիմա թե մենք դա կորագենք, որ ժողովրդավարության դիդանգյունից է նա ասում, թե ոչ, դա հաստատեն է, որ ով ինչպես ուզի կմեկնաբանի Պուտինի խոսքերը։ Հաստատեն է, որ այդ հանդիպման շրջանակներում բավականին ծանր խոսակցություններ է, եթե բացեի բաց նման խոսակցություն է ելի, հա, ընդ որում Նարեկ, ես չեմ հիշում գետ մեկ դրվագ, երբ որ նախորդ նախագահների հետ հանդիպումների ժամանակ արողակարգային բնույթի, հա, դիվանագիտական պրոտոկոլային իրավիճակից դուրս նման ձևակերպումով շփում լիներ։ Բացի իրար գեղեցիկ խոսքեր, հա, շնորհելուց չկար, հետո ինչ լինում էր, փակ դռների հետևում, ձևաչափն էր այդպեսին։